Ինչպես եք վերաբերում 8 եպիսկոպոսների նամակին եւ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ընդհանրապես Փաշինյանի ցանկացած գործողությունը շատ կասկածելի է։ Ես ընդհանրապես պարակտել հասարակությունը, պարակտել եկեղեցին, իհարկե բոլորը կարող է ունենան ինչ-որ մեղք, ինչ-որ սխալ բաներ։ Այդ սխալները սարքել մատի փաթաթան եւ հանրայնացնել, այսինքն ոնց ասեմ, մեր թշնամիներին ցույց տալ, որ մեր եկեղեցին այսպես ասած կան անպատկար մարդիկ կամ ինչեր դա կարելի է ներքին ձևով հարթեցնել եւ ոչ թե հանրայնացնել կամ միջազգային մասշտաբով տեղեկացնել բոլորին, որ գիտեք, մենք ունենք այսպիսի, որ մենք քրիստոնյաներս ունենք այսպիսի երևույթներ։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Իսկ ինչպես է գնահատում այդ 8 եպիսկոպոսների քայլը, փաստացի իրենք հանդիպելով Փաշինյանի հետ դուրս են եկել վեհապալի։ Մի հատ տղամարդ, երբ հարցազրույց էր տալիս, ուղղակի այսպես լավ բան ասեց, որ դուրս եկավ, ասեց 13 աշակերտների մեջ գտնվեց մի դավաճան հուդան։ Ինչպես է կարծում։ Մարդը ընդունակ է դավաճանելու, առավել եւս մեր պատմության մեջ դա ցավալի եւ հաճախ հանդիպող դեպք է եղել էլի։ Ցավալի է, որ հայը դավաճանում է եւ չկան այն արժեհամակարգը, որ կարելի է գարչել դրանից այդ սխալները, մարդկային թուլությունները դեմ աչք փակել, չեմ ասում կրիմինալությունը, չեմ ասում ես ինչերը, այլ մարդկային թուլություններ, ինչպես Քրիստոսն ասել, թող քարը նետի նա առաջինը, ով մեղք չի գործել, բոլորս ծնված օրից մեղք են գործում, սխալները կան ներելի սխալներ եւ կան չներելի սխալներ, ներելի սխալները ազգին վնաս չեն տալիս, դա ուղղակի անձնական սխալներ են, իսկ սխալներ, որոնք բերում են քաղաքացիական հասարակության պարակտում, լարվածություն, երկրի պետականության անվտանգություն, սահմանադրական կարգի փոփոխություն իր հաճույքս, իր կմահաճույքս ինչ-որ մարդկանց անձնական շահերի, այդ դա ոչ ներելի է։ Իսկ մարդկային թուլությունները, եւ ես դա համարում եմ բավական մեծ, ոնց ասեմ, կեղտոտություն, որ մտնում են մարդու անձնական կյանքը, նույնիսկ տեսախցիկներով, անկախ նրանից դա ով է։ Հիսուս Քրիստոսն էլ երեխա է ունեցել, ասում են։ Կա դա ապացուցված է։ Չի կարելի մտնել, ասում են ռուսները մի հատ լավ բան են ասում, իմ կեղտոտ նեկնաշորի հետ գործ չունեք։ Դուք մի հատ նայեք, դուք ինչ եք եւ մտածեք, որ ցանկացած ղեկավարություն, ցանկացած պաշտոն ժամանակավոր է եւ ձեր արած գործողությունների համար մեր արած բոլորս պատասխանատու ենք։ Շատ լավ է։ Շատ ուրախ ենք, որ այսպիսի եպիսկոպոսներ ունենք։ Իսկ կարդացել եք այդ նամակը, այդ հայտարարությունը։ Պետք է որ ճիշտը լա։ Այսինքն չեք կարդացել, բայց համաձայն եք դրա հետ։ Համաձայն եմ 100-ը 100։ Որ դուրս ասեն ոչ են ամարտ, որ ճիշտն ասեն, նույն։ Բայց ամեն դեպքում, եթե ժողովրդի վիճակին լավն եք ցանկանում, երկուսն են մաքրեն անեն ժողովրդի մեջից։ Ոչ այն է մի բան, ոչ այն։ Իսկ կարդացել եք այդ նամակ հայտարարությունը 8 եպիսկոպոսների հրապարակել։ Չէ, չեմ կարդացել, դուրս ասեն չեմ կարդացել։ Իսկ ինչ նամակ է, այստեղ Չեք կարդացել այդ նամակը։ Հայտարարությամբ են հանդես եկել Արշակ Սրբազանի։ Չգիտեմ, տեղակ չէ այդ նամակից։ Իսկ հանդիպման մասին ինչ կասեք։ Դա տեղակ չէ։ 8 եպիսկոպոսներ հանդիպել են Փաշինյանի հետ, փաստացի դուրս գալով նաև վեհապարի դեմ։ Վեհապարի դեմ դուրս գալով։ Դե եթե Փաշինյանի հետ հանդիպում են, նշանակում է համաձայն են այն ամենի հետ, ինչ Փաշինյանն անում է եկեղեցու հոգեվրականներին։ Իսկ ինչ անում Փաշինյանի եկեղեցու։ Ոչինչ չի անում։ Տեղակ չէ։ Այդ որ նստածել է, հա։ Ձերբակալություններ, արշավ։ Հա։ Ինչ ասեմ։ Ոչինչ չեմ կարող ասել։ Անկեղծ ասած նորություններին այնքան էլ չեմ հետևում, բայց եկեղեցու դեմ ոչ մի բան էլի։ Ես չեմ ընդունում։ Չեք կարդացել այդ նամակը, որը 8 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել եւ ստորագրել։ Դեռ ոչ չեմ կարդացել։ Ես գիտեմ, որ եկեղեցականները վեհաժողով կա եւ այլն Սիրիայի մոտ Եգիպտոսում, որ վերջը նրանք են որոշում, Փաշինյանը ոչինչ չի որոշում։ Բայց ինչպես է այդ հանդիպմանը վերաբերում։ 8 եպիսկոպոսներ հանդիպել են Փաշինյանի հետ։ Հանդիպել են, լավ են արել, ինչ է պատահել։ Կարելի է։ Փաշինյանին
Ես չգիտեմ ինչ ասեմ, շատ լավ է, շատ լավ ղեկավարում է մարդը, շատ բոլորի նկատմամբ էլ ինքը լավ է։ Ես այդքան գիտեմ էլի, ինքը շատ լավ ղեկավար է։ Ոչ մի ձև։ Տեղյակ չեմ ճիշտ ասած քաղաքականությունից այդքան չեմ խորացված չեմ զբաղվում։